Եթերում ազատ լուրերի հիմնական թողարկումն է, ես Անի Ստեփանյանն եմ, բարև ձեզ, կարևորի մասին նախամարոտ։ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումին, կառավարությունը չի հստակեցրել պատճառները, թե ինչու է այս տարի վարչապետը բացակայում։ Հնդկաստանից Հայաստան է ուղարկվել պինակա համակարգի համար նախատեսված կառավարվող հրթիռների առաջին խմբականակը։ Մատակարարում իրականացվում է շուրջ $600 միլիոն արժողությամբ պաշտպանական համաձայնագրի շրջանակում։ Մեկնարկել է 2026 թվականի ազգային ժողովի առաջին նստաշրջանը։ Քննարկվել է հունվարի 27-ը հիշատակի օր հայտարարելու նախագիծը, ինչպես նաև անդրադարձ է եղել 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի զեկույցի հրապարակման հարցին։ Կադաստրի կոմիտեն ամփոփել է փոփոխություններով հագեցած 2025 թվականը եւ ներկայացրել 2026-ին նախատեսվող նոր օրենսդրական նախաձեռնությունները։ Իրանում տնտեսական բողոքի ցույցերի զոհերի թիվը հասել է հազարների, տասնյակ հազարավոր ձերբակալվածներ, ինտերնետի անջատումներ եւ սահմանափակ տեղեկություններ են երկրից։ Հաքերները կոտրել են Իրանի պետական հեռուստաալիքների հեռարձակումը, եթերում հայտնվել է Ռեզա Փահլավիի ուղերձը ուղղված զինվորականներին։ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցելու Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումին։ Այս մասին հայտնել է վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։ Կառավարությունը չի պարզաբանում, ինչու վարչապետը չի մասնակցում միջոցառմանը, որին ներկա են լինելու համաշխարհային առաջնորդներ։ Նշենք, որ Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումը մեկնարկում է այսօր։ Հիշեցնենք, որ նախորդ տարի Փաշինյանը մասնակցել էր ֆորումին, երկկողմ հանդիպումներ ունեցել միջազգային գործընկերների հետ։ Հնդկաստանից Հայաստան է ուղարկվել պինակա համակարգի համար նախատեսված կառավարվող հրթիռների առաջին խմբականակը։ Արտահանման մեկնարկը տրվել է Հնդկաստանի պաշտպանության նախարար Ռաջնաթ Սինգհի կողմից Նագպուր քաղաքում գործող Solar Defense and Aerospace Limited ընկերության արտադրական գործարանից։ Հայաստանը Հնդկաստանի հետ ստորագրել էր համաձայնագիր, որը նախատեսում է կառավարվող հրթիռների եւ այլ պաշտպանական նշանակության սարքավորումների մատակարարում։ Ըստ պայմանավորվածությունների Հայաստանի կողմից Հնդկաստանում իրականացվող զինտեխնիկայի գնումների ընդհանուր ծավալը $600 միլիոն ԱՄՆ։ Մեկնարկել է 2026 թվականի ազգային ժողովի առաջին քառորյա նստաշրջանը։ Մինչև օրակարգին անցնելը Հայաստան խմբակցության պատգամավոր Գեգամ Մանուկյանը հետաքրքրվել է Արցախյան 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի զեկույցի հրապարակման հնարավորությամբ, ինչին ի պատասխան ազգային ժողովի նախագահ Հալեն Սիմոնյանը նշել է, որ զեկույցը չի կարող հրապարակային քննարկվել գաղտնի տեղեկություններ պարունակելու պատճառով, սակայն բոլոր պատգամավորները կարող են ծանոթանալ դրան։ Նույն նստաշրջանի ընթացքում խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկել է հունվարի 27-ը հիշատակի օր եւ ոչ աշխատանքային օր սահմանելու վերաբերյալ նախագիծը։ Նախագծի համահեղինակ ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը հայտնել է, որ օրենքը ուժի մեջ կմտնի անմիջապես ընդունումից հետո եւ հիմնված է հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի հավերժացման մասին գործող օրենսդրության վրա։ 2026 թվականի ազգային ժողովի առաջին քառորյա նստաշրջանի մեկնարկին Հայաստան խմբակցության պատգամավոր Գեգամ Մանուկյանը ազգային ժողովի նախագահ Հալեն Սիմոնյանից հետաքրքրվեց, թե Արցախյան 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի զեկույցը չի հրապարակվելու խորհրդարանում։ Ի պատասխան ազգային ժողովի նախագահն ասաց, որ այն չի կարող հրապարակային քննարկվել, քանի որ պարունակում է նաև գաղտնի տեղեկություններ, միաժամանակ նշելով, բոլոր պատգամավորները հնարավորություն ունեն ծանոթանալու զեկույցին։ Ազգային ժողովի նախագահը նշեց, որ ընդամենը մի քանի ընդդիմադիր պատգամավորներ են ծանոթացել այդ զեկույցին։ Կես տարի անցել է, ամեն հարցազրույցին մեր լրագրողները, մնացած բոլորը առիթ բաց չեն թողնում սրա մասին խոսելուց։ Եղբայրներ ջան, քույրեր ջան, գնացեք ծանոթացեք։ Քիչ եք ծանոթանում։ Մեզ քննադատում եք, բայց չեք ետում ծանոթանալ։ Ինչի՞։ Պատգամավոր կա գնացել է, մտել է ներս, բացել է, նայել է, ասել է, չէ, շատ է, հետո կնայեմ։ Էսա հա պրոբլեմը։ Վերջացրեք այդ բանի շուրջ, այնտեղ մարդկանց կյանքերին վերաբերվող թեմա կա։ Սրա շուրջ շահարկումներ անելը շատ ու շատ մարդկանց համար, կարող եմ ասել մեծամասնությանս համար ցավոտ է։ Թեմայի վերաբերյալ ելույթ ունեցավ նաև ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը, առաջարկելով հանրային լսումներ հրավիրել, որի ընթացքում խորհրդարանին եւ հանրությանը կներկայացնեն 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրած քննիչ հանձնաժողովի զեկույցի այն հատվածները, որոնք գաղտնիություն չեն պարունակում։ Պարոն Քոչյան, ձեզ խնդրում եմ մեր հանձնաժողովի անդամներին առաջարկում եկեք կազմակերպենք հանրային լսումներ, որի ընթացքում այդ զեկույցի բաց մասը հանրային լսումների ձևաչափով ոչ միայն խորհրդարին, այլ մեր հանրությանը կներկայացվի բաց մասը։
Բաց մասը ամբողջարությունը թող լսի։ Պարոն Մանուկյան, հետո որ ձեզ զանգեն, ասեն, «Էս ինչ արիր, էս ինչ բերի մեր գլխին», բան կանեք, իմացեք ինչ պատասխան եք տալու։ Հանրային լսումների ձևաչափով պարոն Քոչարյան ընդունում եք առաջարկս։ Քննարկենք, շատ լավ։ Դիմելով Մանուկյանին Ալեքսանյանն ասաց, զեկույցում շատ հետաքրքիր կտորներ կան։ Պարոն Մանուկյան, անկեղծ եմ ասում, ամոթը լավ բան է։ Ձեր նախընտրական քարոզչական ռոլիկի մեջ պատերազմում մեր տղերքի սպանությունն է։ Հայաստան դաշինքի նախընտրական ռոլիկի մեջ, որը տվել եք հեռուստացույցով գովազդ, մեր տղերքի սպանության կադրերն են։ Ձեր համար 44 օրյա պատերազմը ու 44 օրյա պատերազմում մեր զոհերը նախընտրական քարոզարշավի վիդեո կոնտենտից եկող ոչ մի բան չեն եղել։ Ալեն Սիմոնյանն էլ ընդդիմադիր գործընկերներին հիշեցրեց, որ գործի չեն գնում, չեն մասնակցում հանձնաժողովների նիստերին։ Ազգային ժողովի նախագահն ասաց, որ անհրաժեշտության դեպքում անուն առ-անուն կարող է հրապարակել այդ падգամավորների ցանկը։ Ըստ Հայաստան խմբակցության падգամավոր Արծվիկ Մինասյանի, ՔՊ-ն ամեն ինչ արել է, որ ընդդիմությունը չօգտվի նվազագույն հնարավորություններից եւ իրավունքներից, եւ որ իշխող խմբակցությունը մերժում է ընդդիմության առաջարկները։ Անդրադառնալով Արծվիկ Մինասյանի քննադատություններին, օրենսդիրի ղեկավարն ասաց. Մենք մերժել ենք մի բան, մերժել ենք ձեզ, Սերժա Քոչարյանական, այդ բանը խումբը մերժել ենք, որի մեջ մտնում եք նաև դուք, որտեվ գործընկեր եք, կոալիցիոն գործընկեր եք եղել, իրար հետ աշխատել եք, պաշտոններ եք զբաղեցրել, այդ ենք մերժել, իսկ 004 շրջաբերականով մերժել եք Հայաստանի Հանրապետությունը դուք, վերջի վերջո գործի գալու եք հաջորդ գումարման ազգային ժողովում, եթե իհարկե հայտնվեք, ինչի մեջ է շատ խիստ կասկածում։ Ընդդիմության քննադատություններին արձագանքեց նաև քաղաքացիական պայմանագիր խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։ Տպավորություն է էլի իմ մոտ, որ ընդդիմության մոտ բան կա, անձի երկատում կա, էլի ընդդիմություն հրապարակային դաշտում եւ ընդդիմություն ոչ հրապարակային դաշտում։ Օրինակ ազգային ժողովի նիստերը, խորհրդի նիստերը հրապարակային չին։ Դրա համար չեք գալի, պարոն Մինասյան, այդ նիստերին։ Երբ որ մի օր ուղիղ եթերով այդ նիստերը հրապարակվեն, սիրուն կգաք այդ նիստին, սիրուն ելույթներ կունենաք, հարցադրումներ կանեք, որովհետև մեջը քյար չկա։ Եթե հրապարակային չի, գործ պիտի գա կանեք, այդ մեջը քյար չկա, որովհետև դուք պետքա գաք, պետքա մի երկու հերթապահ բառ ասեք, հետո գնաք տուն եւ արդարացնեք ձեր գոյությունը որպես ընդդիմություն։ Իսկ կանե որ ոչ հրապարակային դաշտում պիտի գաք աշխատեք առանց տեսախցիկների, դա չեք անում։ Անցնելով օրակարգային հարցերի քննարկմանը կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը խորհրդարանական գործընկերներին ներկայացրեց զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին օրենքում փոփոխությունների նախագիծը, նշելով, որ 2018 թվականից ներդրվել է պարտադիր ժամկետային զինծառայությունից տարկետման հատուկ կարգ, որով տարկետման իրավունք են ստանում այն քաղաքացիները, որոնք սովորում են Շանհայի վարկանիշավորման առաջին 50 տեղերում գտնվող բուհերից որևէ մեկում։ Այս կարգավորման հիմքում դրված է մի պարզ տրամաբանություն, որ մեր այն քաղաքացիները, որոնք իրենց սեփական միջոցներով հաղթահարելով համապատասխան խոչընդոտները, արդեն իսկ ուսումնառության հնարավորություն են ստացել աշխարհի ամենահեղինակավոր բուհերում, այնուհետև ունենան բավարար մոտիվացիոն գործիքակազմ վերադառնալու եւ իրենց գիտելիքներն ու հմտությունները մեր երկրին նպաստ ծառայեցնելու։ Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց նաև հունվարի 27-ը հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի եւ ոչ աշխատանքային օր սահմանելու նախագիծը։ Ռուբինյանի ներկայացմամբ առաջին ընթերցմամբ ընդունումից հետո օրենքն ուժի մեջ կմտնի ոչ թե պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող 10-րդ օրը, այլ անմիջապես։ Ինչի ընտրեցինք հունվարի 27-ը, որովհետև իր մեջ խորհուրդ ունի, որ հունվարի 28-ը բանակի օրն է, իսկ հունվարի 27-ը դրան նախորդող օրն է, եւ այսպիսով մենք հունվարի 27-ին կհիշատակենք եւ կհիշենք եւ կխոնարհվենք հայրենիքի պաշտպանության համար զոհվածների առաջ, իսկ հունվարի 28-ին այդ արդեն որպես շարունակվող կյանքի խորհրդանիշ կտոնենք բանակի օրը։ Ինձ դուր է գալիս ինչպես է պարոն Գեգամ Նազարյանը դա ձևակերպում, որ առաջին օրը կհիշենք մեր երկնային բանակը, հաջորդ օրը մեր երկրային բանակը։ Ռուբինյանը նաև կարծիք հայտնեց, որ սա այն նախագծերից է, որն ազգային ժողովը պետք է ընդունի կոնսենսուսով։ Մեկ այլ նախագծով էլ բոլոր այն պաշտոնյաները, որոնց նշանակման եւ առաջխաղացման դեպքում ենթադրվում է բարեվարկության ստուգում, վերջիններիս նշանակման կամ առաջխաղացման դեպքում բարեվարկության եզրակացության եզրափակիչ մասը կհրապարակվի, անկախ դրա բացասական կամ դրական լինելուց։ Այդպիսի պաշտոնյաներ են քննիչները, քննչական մարմինների ղեկավարները, տեղակալները, դատախազները, գլխավոր դատախազը, նրա տեղակալները, բոլոր դատավորները, այդ թվում Վճռաբեկ դատարանի դատավորները, ԲԴԽ անդամները, Սահմանադրական դատարանի դատավորները։
Խորհրդարանականները քննարկեցին նաև ժամկետային զինծառայություն չանցած 27-ից 37 տարեկան քաղաքացիներին վերաբերող ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին օրենքում փոփոխությունների նախագիծը, ըստ որի 27-ից 37 տարեկան քաղաքացիները կարող են ազատվել քրեական պատասխանատվությունից, կամովին վերադառնալով Հայաստանի Հանրապետություն եւ ընտրելով նշված 5 տարբերակներից մեկը՝ ծառայել 24 ամիս ժամկետով, ծառայել 12 ամիս ժամկետով եւ պետբյուջե վճարել 2.5 միլիոն դրամ, ծառայել 6 ամիս ժամկետով եւ պետբյուջե վճարել 5 միլիոն դրամ, ծառայել 1 ամիս ժամկետով եւ պետբյուջե վճարել 10 միլիոն դրամ, զինվորական ծառայության փոխարեն պետբյուջե վճարել 15 միլիոն դրամ։ Այժմ ունենք 1200-ից ավել տղաներ, ովքեր չունեն որևէ այլ ընտրանք, քան Հայաստան վերադառնալու դեպքում դատապարտվել է։ Այսօր ներկայացված փոփոխությամբ այս հարցը կլուծվի մեկընդմիշտ։ Բոլորը, ում 27 տարին լրացել է կամ կլրանա, կկարողանան օգտվել իմ առաջարկած 5 տարբերակներից որևէ մեկից եւ ազատվել քրեական պատասխանատվությունից, քանի որ ծառայության սահմանային տարիքը այլևս 37 տարին է նրանց համար։ Այս օրենքից կարող են օգտվել բացառապես Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, որոնց նկատմամբ արդեն իսկ հարուցված է քրեական հետապնդում։ Լուսինե Գրիգորյան, Տիգրան Ղազարյան, Free News, Ազատ լուրեր։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի խնդրին։ Նրա խոսքով օգտագործվում է յուրաքանչյուր հնարավոր միջոց ապահովելու բոլոր գերիների վերադարձը հայրենիք, այդ թվում Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչների։ Ադրբեջանը պահվող բոլոր գերիները պետք է վերադառնան Հայաստան, այդ ուղղությամբ աշխատանքները շարունակվում են առանց դադարի։ Այս մասին ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, անդրադառնալով ադրբեջանական տիրույթում շրջանառվող այն խոսակցություններին, թե 4 գերու վերադարձը չի կարող ազդակամարվել, որ Հայաստան վերադառնան նաև Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչները։ Բոլոր այն մարդիկ, ովքեր գտնվում են այնտեղ, մենք իրancs հետ կապված աշխատանքներ ենք տարել, տանելու ենք անընդմեջ, եթե դրա համար ինչքան ժամանակ պահանջվի, մենք դա անելու ենք եւ Ադրբեջանի հետ փորձելու ենք լուծումներ գտնենք, որ այդ մարդիկ վերադառնան։ Դա չի քննարկվում։ Դա այն մի հարց է, որի հետ կապված այլ կարտիկ չկա ու չի եղել երբևիցե։ Ալեն Սիմոնյանն անդրադարձավ վերջերս ընդդիմադիր շրջանակներում եւ մամուլում տեղ գտած բարձրաստիճան պաշտոնյաների եւ падգամավորների պարգևատրումների վերաբերյալ շահարկումներին։ Ազգային ժողովի նախագահի խոսքով պետական պաշտոնյաները, որոնք ունեն պարտականությունների եւ պատասխանատվության մեծ շրջանակ եւ իրենց աշխատանքներում կամ հանրությանը ծառայելիս չեն թերացել, կարող են նաեւ ստանալ պարգևավճարներ։ Այն արտացոլում է տվյալ պաշտոնյայի աշխատանքի արդյունքը։ Նա միաժամանակ ընդգծեց, որ մասնավոր ընկերություններում որակյալ մասնագետի աշխատավարձը ավելի բարձր է։ Պարգևավճարները դրանք աշխատավարձի տեսակ են, որոնք ստանում են թե մասնավոր եւ թե պետական հաստատություններում աշխատող բազմաթիվ աշխատակիցներ, այդ թվում падգամավորները։ Աշխատավարձը 1 միլիոն դրամ է, թե ինքը 500-ը կստանա ամսվա սկզբին, մնացածը կհավաքվի կստանա տարվա վերջում, որի անունը կդնենք պարգևավճար, այդ մարդու աշխատավարձն է այդքան, որևիցե դա պարգևատրել բառից է կարճել, բայց ես ասում եմ, կրկնում եմ, դա ձևակերպումն է, դա այդ մարդու աշխատավարձն է։ Ալեն Սիմոնյանը խոսեց նաև առաջիկա խորհրդարանական ընտրություններում ԿՊ նախընտրական ցուցակի մասին, ընդգծելով, որ դրանում ընդգրկվել է 300 անձ, իսկ վերջնական ցուցակը ձևավորվելու է կուսակցության արտահերթ համաժողովից հետո թեկնածուներին ընտրելու են պատվիրակները։ Ինչ վերաբերում է Հայաստան խմբակցությանը, ապա դրա այս կազմով կամ քանակով ներկայացվածությունը հաջորդ գումարման ազգային ժողովում Ալեն Սիմոնյանը համարեց ոչ իրատեսական, իսկ նույն խմբակցության падգամավոր Լևոն Քոչարյանի վերջերս արած հայտարարություններին ազգային ժողովի խոսնակը պատասխանեց այսպես. Ես չեմ համարում, որ ինքը լուրջ քաղաքական գործիչ է, որին ես պետք է մեկնաբանեմ, եւ որովիցե մեկնաբանություն չունեմ, չեմ էլ ուզում անկեղծ ասած։ Ազգային ժողովի խոսնակն անդրադարձավ նաև Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հական Ֆիդանի Նիկոլ Փաշինյանի կողմից վարվող քաղաքականության վերաբերյալ հայտարարություններին, նշելով, որ դրանք ընդդիմադիրները խեղաթյուրել էին։ Ըստ Սիմոնյանի օրինաչափություն է կարծես դարձել ընդդիմադիր որոշ շրջանակների բացասական արձագանքը ցանկացած դրական իրադարձության։ Դրական վերաբերմունք կա ամենուրեք Եվրոպայում, ԱՄՆ-ում, Թուրքիայում, մեր բոլոր հարևանների մոտ, Վրաստան, Իրան, Ադրբեջան, բացի մեր ընդդիմադիր որոշ շրջանակների եւ ռուսական որոշ պրոպագանդիստների։ Իդեպ Ալեն Սիմոնյանը լրագրողներին տեղեկացրեց, որ առաջիկայում իր գործընկերոջ հրավերով պաշտոնական այց կկատարի Ռուսաստանի Դաշնություն։
2025 թվականը կադաստրի կոմիտեի համար եղել է փոփոխությունների տարի։ Կոմիտեն իրականացրել է փաստաթղթաշրջանառության ամբողջական թվայնացում, ներդրել ինքնաշխատ իրավունքի պետական գրանցման ինստիտուտ եւ ամրապնդել անշարժ գույքի շուկայում ռիելթորական գործունեության նոր ստանդարտները։ 2026 թվականին նախատեսվում է կյանքի կոչել եւս 18 առանձնական նախաձեռնություն շուկայի եւ ծառայությունների արդյունավետությունը բարձրացնելու նպատակով։ 2025 թվականը կադաստրի կոմիտեի համար եղել է բովանդակային եւ համակարգային վերափոխումների տարի։ Այս մասին 2025 թվականի ամփոփիչ ասուլիսի ընթացքում հայտարարել է կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը։ Նրա խոսքով տարվա ընթացքում կոմիտեին հատկացվել է 4 միլիարդ դրամ, որն ուղղվել է ընթացիկ եւ կապիտալ ծախսերին եւ հատկապես թվայնացման օրակարգի զարգացմանը։ 2025 թվականին մատուցված ծառայությունների արդյունքում հավաքագրվել է շուրջ 8 միլիարդ 650 միլիոն դրամ, այսինքն տարբերությունը ծախսերի եւ հավաքագրված ծառայությունների մատուցման արդյունքում հավաքագրված միջոցների միջև տարբերությունը կազմել է շուրջ 4 միլիարդ 600 միլիոն դրամ, որը վճարվել է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե։ Կոմիտեի ղեկավարի խոսքով նշված ցուցանիշը մոտ է 2024 թվականի տվյալներին եւ գերազանցում է նախորդ տարիների հավաքագրված միջոցները։ Միաժամանակ արձանագրվել է որոշակի նվազում, պայմանավորված հիմնականում գնման իրավունքի գրանցման գործարքների քանակի նվազումով։ Սուրեն Թովմասյանը տեղեկացրել է, որ 2025 թվականի ընթացքում մշակվել եւ ընդունվել է 21 օրենք եւ նույնքան կառավարության որոշում, ինչը նրա խոսքով վկայում է ոլորտում բարեփոխումների բարձր ինտենսիվության մասին։ Առանձնահատուկ կարևորություն է տվել ռիելթորական գործունեության մասին նոր օրենքին, որը միտված է անշարժ գույքի շուկայում ծառայությունների որակի բարձրացմանն ու նոր ստանդարտների սահմանմանը։ Նախատեսված է համապատասխան օրենքով, որ ռիելթորները, այսինքն անշարժ գույքի ոլորտում ծառայություններ մատուցող են միջնորդ ծառայություններ մատուցողները, պետք է որակավորվեն արդեն օրենքի տրամաբանությամբ, որակավորման համար նախատեսված է հատուկ հարցաշարերի ընդունում, հաստատում եւ քննության ընթացակարգի հաստատում եւ ներդրվելու նոր անշարժ գույքի կառավարման ինստիտուտ, որը թույլ է տալու անշարժ գույքի սեփականատերերին առանց հավելյալ վարչարարության իրենց սեփականությամբ անշարժ գույքը հանձնել կառավարման եւ այդտեղից ստանալ համապատասխան եկամուտներ եւ կառավարչի հանդեպ էլ կան որոշակի սահմանված պահանջներ։ Նրա խոսքով օրենքը ուժի մեջ կմտնի 2027 թվականի կեսերին, իսկ մինչև այդ ընթանում են նախապատրաստական աշխատանքներ թվային հարթակների եւ ենթաօրենսդրական ակտերի մշակման ուղղությամբ։ Կադաստրի կոմիտեի ղեկավարն ընդգծել է, որ 2025 թվականին ամբողջությամբ ավարտվել է փաստաթղթաշրջանառության թվայնացման փուլը։ Այսուհետ իրավահաստատող փաստաթղթերը կադաստրի կոմիտեին ներկայացվում բացառապես էլեկտրոնային եղանակով։ Ներդրվել է նաեւ ինքնաշխատ իրավունքի պետական գրանցման ինստիտուտը, որը պիլոտային ռեժիմով կգործարկվի անշարժ գույքի առքուվաճառքի գործարքների համար։ Նոր համակարգը թույլ կտա գործարքի պահին անմիջապես գեներացնել սեփականության իրավունքի վկայականը առանց ժամկետների սպասման։ Սուրեն Թովմասյանն անդրադարձել է նաև ինքնակամ շինությունների հաշվառման նոր կարգավորումներին։ Ըստ ընդունված օրենքի 2021 թվականի օդային լուսանկարահանման մեջ արտացոլված ինքնակամ շինությունների հաշվառման համար քաղաքացիներին տրվել է լրացուցիչ ժամկետ մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը։ Հաշվառումը համարվում է արդեն օրինականացված շինություն, թե ոչ։ Ես կուզեմ սա էլ պարզաբանել, որ ոչ, դա չի համարվում օրինականացված շինություն, հաշվառումը դա այն process-ի սկիզբն է, որը թույլ է տալու քաղաքացիներին դիմել համայնք, որպեսզի համայնքի որոշմամբ այդ շինությունը ճանաչվի օրինական, եթե այն կբավարարի քաղաքաշինական բոլոր պահանջներին, նորմերին եւ համապատասխան իրավական կարգավորումներին։ Այսինքն մենք պետք է հասկանանք հետեւյալը, որ հաշվառում դա չի նշանակում օրինական շինություն, բայց եթե մենք ցանկություն ունենք օրինականացնել մեր կողմից կառուցված ինքնակամը, ապա պարտադիր պահանջ է հաշվառման իրականացումը։ Թովմասյանը ներկայացրել է նաև կողակցի իրավունք ինստիտուտի ներդրումը, որը թույլ կտա ողջ կողակցին պահպանել ամբողջ գույքի նկատմամբ իրավունքը, նաև հետադարձ հիփոթեքի գործարկումը, թոշակառուների սոցիալական պայմանների բարելավման նպատակով։ 2025 թվականին շարունակվել են աշխատանքները նաև տարածական տվյալների ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ։ Սուրեն Թովմասյանի խոսքով 280 բնակավայրերում իրականացվել է կադաստրային քարտեզների թաղամասային ուղղում, իսկ 2026 թվականին
ծրագրվում է գործընթացի ավարտը։ Միաժամանակ ներդրվել է հասցեների միասնական ռեեստր, որը կարևոր նշանակություն ունի թե բիզնեսի, թե պետական եւ արտակարգ ծառայությունների արդյունավետ աշխատանքի համար։ Կադաստրի կոմիտեի ղեկավարը նշել է, որ 2026 թվականին նախատեսվում է կյանքի կոչել 18 օրենսդրական նախաձեռնություն, շարունակելով անշարժ գույքի ոլորտի թվայնացման, թափանցիկության եւ շուկայի ակտիվացման ուղղությամբ իրականացվող բարեփոխումները։ Սոնա Գիշյան, Free News, Ազատ լուրեր։ Շարունակում ենք թողարկումը։ Չիլիի կենտրոնական եւ հարավային շրջաններում բռնկված անտառային հրդեհների հետևանքով զոհվել է առնվազն 18 մարդ։ Հազարավոր հեկտարներ մոխրացել են, իսկ տասնյակ բնակավայրեր հայտնվել են կրակի ճիրաններում։ Բնակիչներից շատերը չեն հասցրել լքել տարածքը, զոհերի մարմինները հայտնաբերվել են այրված մեքենաների եւ տների փլատակներում։ Երկրի նախագահ շրջաններում աղետի դրություն է հայտարարել, ինչը թույլ է տալիս ներգրավել զինվորական ուժերին ավելի քան 2 տասնյակ անվերահսկելի հրդեհները մարելու եւ տարհանման աշխատանքները համակարգելու համար։ Այս պահի դրությամբ մոտ 50,000 մարդ լքել է իր տունը, իսկ այրված տարածքների մակերեսը անցնում է 8500 հեկտարամ։ Փրկարարական աշխատանքներին խոչընդոտում է տարածաշրջանում տիրող աննախադեպ շոկը 38 աստիճանից բարձր ջերմաստիճանով եւ ուժգին քամիները, որոնք կրակը կայծակնային արագությամբ տարածում են դեպի բնակելի գոտիներ։ Իրանում տնտեսական խնդիրների շուրջ առաջացած բողոքի ցույցերի զոհերի թիվը հասել է 3920-ի։ Այս մասին հաղորդել է Հրանա գործակալությունը, նշելով, որ անկարգությունների ընթացքում ձերբակալվել է մոտ 25000 մարդ։ Վիրջինիայում գործող գործակալությունը հայտնել է, որ ցույցերը դեռ շարունակվում են, որին հետևում են նաև ձերբակալություններ։ Ինտերնետի լայնածավալ անջատումների ֆոնին գործակալությունը դեռևս հստակ տեղեկություն չի կարողանում ստանալ տեղի բնակչությունից։ Իդեպ հաքերները կոտրել են Իրանի պետական հեռուստաալիքների արբանյակային հեռարձակումները, սովորական հեռարձակման փոխարեն հեռուստադիտողները տեսել են Իրանի վերջին շահի որդու Ռեզա Փահլավիի ուղերձանակ է արել իրանցի զինվորականներին միանալ ցուցարարներին եւ ձգտել գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի տապալմանը։ Սիրիայի ժամանակավոր նախագահ Ահմեդ Ալ-Շարան հայտարարել է քրդական սիրիական դեմոկրատական ուժերի հետ հրադադար հաստատելու մասին։ Ստորագրվել է պայմանագիր, որը նախատեսում է համապարփակ եւ անհապաղ հրադադար բոլոր ճակատներում եւ շփման կետերում։ Հաղորդվում է, որ հրադադարի մասին նոր պայմանագիրը պարունակում է 14 կետ, այդ թվում քրդական աշխարհազորի բոլոր մարտիկների տեղափոխումը Սիրիայի բանակ։ Նշվում է նաեւ ղեկավար պաշտոններում քրդական կազմակերպ որոշ անդամների նշանակելու եւ քրդական տարածքներում արկա նավթի հանքավայրերը կառավարությանը հանձնելու մասին։ Ավելի վաղ նախագահ Ալ-Շարան ստորագրել էր հրամանագիր, որով քրդերին տրվում էր ազգային լեզվի կարգավիճակ, քրդական նոր տարին Նովրուզը հայտարարվում էր պետական տոն։ Միջազգային եւ տարածաշրջանային մյուս նորություններին տեսաշարով ծանոթացեք։ Ուկրաինան անցած գիշեր ենթարկվել է ավելի քան 200 ռուսական հարվածային անօդաչու թռչող սարքերի զանգվածային հարձակման, հայտարարել է նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։ Նրա խոսքով տուժել են տասնյակ մարդիկ, այդ թվում 1 երեխա։ Նախնական տվյալներով զոհվել է 2 մարդ։ Զելենսկին նշել է, որ միայն այս շաբաթ Ռուսաստանը կիրառել է ավելի քան 1300 անօդաչու թռչող սարք, 1050 ուղղորդվող ավիառումբ եւ 29 հրթիռ։ Հարվածների հետևանքով զոհեր եւ վիրավորներ են գրանցվել Խարկովի, Դնեպրոպետրովսկի, Զապորոժիայի մարզերում, իսկ Օդեսայի շրջանում կրկին թիրախավորել են էներգետիկ օբյեկտները։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանը խաղաղության շուրջ ջանքերի փոխարեն շարունակում է հրթիռային հարվածները։ Նրա խոսքով, եթե Մոսկվան իսկապես ցանկանար ավարտել պատերազմը, կկենտրոնանար դիվանագիտական գործընթացների վրա, այլ ոչ թե հարվածների, էներգետիկայի անջատումների եւ նույնիսկ ատոմակայանների վնասման փորձերի։ Զելենսկին նշել է, որ ուկրաինական հետախուզությունը տվյալներ ունի այն մասին, որ Ռուսաստանը հետախուզություն է իրականացրել ատոմային էներգետիկ օբյեկտների նկատմամբ, հնարավոր նորօդային հարվածներին պատրաստվելու նպատակով։ Ավելի վաղ Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիհան նույնպես հայտարարել էր, որ կան ապացույցներ, ըստ որոնց Ռուսաստանը քննարկում է ատոմակայանները սնուցող ենթակայաններին հարվածներ հասցնելու հնարավորությունը։ Ռուսաստանի պաշտոնական շրջանակներից այս հայտարարություններին արձագանք չի եղել։ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ փետրվարի 1-ից Միացյալ Նահանգներ ապրանքներ արտահանող մի շարք եվրոպական երկրների համար կսահմանվի 10% մաքսատուր, որը կգործի մինչև
Վաշինգտոնի կողմից Գրենլանդիայի ամբողջական գնման վերաբերյալ գործարքի կնքումը։ Նրա խոսքով մաքսատուրկը կվերաբերի Դանիային, Նորվեգիային, Շվեդիային, Ֆրանսիային, Գերմանիային, Մեծ Բրիտանիային, Նիդերլանդներին եւ Ֆինլանդիային, ընդգրկելով բոլոր ապրանքները, իսկ հունիսի 1-ից այն կբարձրանա մինչև 25%։ Թրամփը հայտարարել է, թե աշխարհի խաղաղությունը վտանգված է, պնդելով, որ Չինաստանը հետաքրքրված է Գրենլանդիայով, իսկ Դանիան ի վիճակի չէ պաշտպանել կղզին։ Հայտարարությունը հնչել է եվրոպական մի շարք երկրների կողմից Գրենլանդիա զինվորական ստորաբաժանումներ ուղարկելուց ընդամենը 2 օր անց։ Իսպանիայի հարավում երկու արագնաց գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 21 մարդ, ևս տասնյակ ուղևորներ վիրավորվել են, հաղորդում է Reuters-ը հղում անելով ոստիկանությանը։ Վթարը տեղի ունեցել Կորդոբա նահանգում, երբ գնացքներից մեկը դուրս է եկել ռելսերից եւ բախվել հանդիպակաց ընթացող մյուս գնացքին։ Ընդհանուր առմամբ գնացքում եղել է 400 ուղևոր, հոսպիտալացվել է 75 մարդ, որոնցից 15-ի վիճակը գնահատվում է ծանր։ Իսպանիայի տրանսպորտի նախարար Օսկար Պուենտեի խոսքով վթարի պատճառները դեռ պարզ չեն, սակայն տարօրինակ է, որ գնացքը ռելսերից դուրս է եկել ուղիղ հատվածում։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը հայտարարել է, որ երկրի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեիի վրա հնարավոր հարձակումը կհամարվի Իրանի ժողովրդի դեմ լայնամասշտաբ պատերազմ։ Նրա հայտարարությունը հնչել է հակակառավարական ցույցերի ֆոնին, որոնց ընթացքում տարբեր աղբյուրների տվյալներով զոհվել է ավելի քան 3000 մարդ։ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը կտրուկ քննադատել է Իրանի ղեկավարությանը ցուցարարների նկատմամբ դաժան բռնությունների համար, ընդգծելով, որ Խամենեին պատասխանատու է երկրի կործանման համար եւ ժամանակն է նոր ղեկավարություն փնտրելու։ Իրավապաշտպան կազմակերպությունները հայտնում են հազարավոր զոհերի եւ տասնյակ հազարավոր ձերբակալվածների մասին, սակայն ինտերնետի անջատման պատճառով տեղեկությունների ստուգումը դժվարացված է։ Քրեական վարույթի շրջանակներում քննչական գործողություններ են կատարվում Հայոց ցեղասպանության թանգարանի ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանի բնակարանում։ Այս մասին հայտնել են քննչական կոմիտեից, այլ մանրամասներ դեռևս չի հաղորդվում։ Դատարանը Մասիս համայնքի նախկին ղեկավար Դավիթ Համբարձումյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել է այլընտրանքային միջոցներ, տնային կալանք, գրավ եւ բացակայելու արգելք։ Հիշեցնենք, որ Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանը դատապարտվել էր 6 տարի 3 ամիս ժամկետով ազատազրկման։ Նա մեղադրվում է 2018 թվականի ապրիլի 22-ին Հայանիստ Հովտաշատ գյուղերի խաչմերուկում զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու համար։ Եվ թողարկման վերջում ձեզ ենք ներկայացնում հունվարի 12-ից 18 ներքին գործերի նախարարության տարբեր ստորաբաժանումների կողմից իրականացված ծառայությունների արդյունքները։ Շաբաթվա քրեական քրոնիկոնը դիտեք տեսաշարով, իսկ մենք ձեզ հրաժեշտ ենք տալիս։ Ցտեսություն։ Մայրաքաղաքում եւ մարզերում բարեկային ծառայության իրականացրած միջոցառումների արդյունքում արձանագրվել է ճանապարհային երթևեկության կանոնների 16892 խախտում։ Պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 414 տրանսպորտային միջոց, հայտնաբերվել է 402 ոչ ցավ վարորդ, 584 անձ առանց վարորդական իրավունքի վկայականի։ Ընդհանուր առմամբ տարբեր խախտումներով եւ կասկածանքով համայնքային ոստիկանության բաժինները տարվել 120 քաղաքացի։ Հանրապետությունում բացահայտվել է 912 հանցագործություն, այդ թվում առանց վարորդական իրավունքի մեքենա վարելու 390, թմրանյութի հայտնաբերման 81, մարմնական վնասվածք պատճառելու 45, ֆիզիկական ներգործության 40, հոգեկան ներգործության 39, անձնական ունեցվածքի գողության 38, խարդախության 31, նաև մի շարք այլ հանցագործություններ։ Նախկինում կատարված 23 հանցագործություն եւս բացահայտվել է, հայտնաբերվել է 77 հետախուզվող, 2 անհետ կորած, արձանագրվել է զենք զինամթերքը կամավոր հանձնելու 21 դեպք, 7 օրում գրանցված 75 ավտովթարի հետևանքով զոհվել է 3 մարդ, վնասվածք ստացել 109։ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում շաբաթվա ընթացքում գրանցվել է 635 դեպք, 185 արտակարգ, մասնավորապես հրդեհի 66, հրդեհի ծագման սպառնալիքի 32, ճանապարհատրանսպորտային պատահարի 50, կենցաղային կանչի եւ այլ դեպքեր։ Եղանակային պայմաններով եւ այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 167 դեպք, փրկարարները օգնություն են ցուցաբերել 335 քաղաքացու։ Փրկարարական գործողությունների արդյունքում փրկվել է 5 մարդ։ Ներքին գործերի նախարարության ստորաբաժանումները շարունակում են իրականացնել շուրջօրյա վերահսկողություն եւ կանխարգելիչ միջոցառումներ քաղաքացիների անվտանգությունն ապահովելու եւ հասարակական կարգը պահպանելու նպատակով։
Կենտրոնականի համայնքային ոստիկանները ձերբակալեցին թմրանյութ պատրաստող եւ իրացնող օտարերկրյա քաղաքացուն։ Համայնքային ոստիկանության կենտրոնական բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Մայրաքաղաքի Մաշտոցի պողոտայում բնակվող օտարերկրյա քաղաքացին տանը պահում, պատրաստում եւ իրացնում է տարատեսակ թմրամիջոցներ։ Տեղեկությունը ստուգվեց ու հաստատվեց։ Հունվարի 15-ին 41-ամյա տղամարդը ձերբակալվեց ու տեղափոխվեց բաժին։ Կենտրոն եւ Նորքմարաշ վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ եւ նույն օրը տղամարդու բնակության վայրում կատարվեց զննություն։ Հայտնաբերվեցին դեղնականաչավուն զանգվածով տարաներ, եթերայուղի նմանվող հեղուկով սրվակներ, մոխրացած հետքերով գլանակներ, ներարկիչներ, տարբեր հարմարանքներ, կշեռքներ, աղաց, պինդ զանգված, մոտ 35 գրամ վարդագույն փոշենման զանգված, ավելի քան 2 կիլոգրամ արմատանման դարչնագույն զանգված։ Նշանակվել են համալիր փորձաքննություններ։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։ Գվարդիայի ծառայողները ձերբակալեցին Մերսեդեսի փախուստի դիմաց վարորդին եւ ուղևորին։ Հունվարի 15-ին ժամը 21:30-ին ոստիկանության գվարդիայի ծառայողները Մայրաքաղաքի Գյուրջյան փողոցում նկատել են, որ Մերսեդես մակնիշի ավտոմեքենայի վարորդը դրսևորում է կասկածելի վարքագիծ, իջել է մեքենայից եւ ինչ-որ բան է փնտրում։ Տղամարդը նկատելով իրավապահներին նստել է մեքենան եւ դիմել փախուստի։ Գվարդիայի ծառայողները փորձել են կանգնեցնել մեքենան, սակայն վարորդը վարել է նրանց ուղղությամբ եւ վրաերթի ենթարկել երկու ծառայողի։ Չենթարկվելով կանգ առ հրահանգին, վարորդը մեքենան վարել է անկանոն, դուրս եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, վտանգելով մարդկանց կյանքն ու առողջությունը։ Գվարդիայի ծառայողներից մեկն իրեն ամրակցված զենքով հարձակել է նախազգուշական կրակոց, սակայն վարորդը շարունակել է անկանոն երթևեկը։ Իրավիճակով պայմանավորված կրակ է արձակվել ավտոմեքենայի անիվներին։ Նորքմարաշի առաջին նրբանցքում Մերսեդեսի վարորդը կորցրել է կառավարումը եւ մեքենան բախվել է էլեկտրասյանը։ Վարորդն ու ուղևորը իջել են մեքենայից եւ դիմել փախուստի, ինչը սակայն կանխվել է։ Մայրաքաղաքի բնակիչներ 34 եւ 35 տարեկան տղամարդիկ ձերբակալվել ու տեղափոխվել են համայնքային ոստիկանության Նորնորքի բաժին։ 34-ամյա տղամարդու անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է 1.92 գրամ փոշենման զանգված, որը ըստ նրա կոկաին է, ձեռք է բերել տելեգրամյան ալիքի միջոցով։ Տղամարդիկ եւ կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։ Վրաերթից վնասվածքներ ստացած գվարդիայի ծառայողները բուժօգնություն ստանալուց հետո դուրս են գրվել հիվանդանոցից։ Երկուսի վիճակն էլ գնահատվում է բավարար։ Համայնքային ոստիկանները ձերբակալել են տերմինալներից գողություն կատարող հանցավոր խմբի։ Հունվարի 11-ին ժամը 4:26-ին ոստիկանության Արմավիրի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Արմավիրի մարզի Գայ գյուղի Իսահակյան փողոցում դիմակավորված անձինք փորձել են գողություն կատարել տերմինալից, սակայն կանխել են։ Ահազանգով մեկնել են համայնքային ոստիկանության Վաղաշապատի բաժնի օպերատիվ խումբն ու Պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի ծառայողներ։ Ժամը 4:50-ին Գայ գյուղում գողության փորձ կատարելու կասկածանքով ձերբակալվել եւ Վաղաշապատի բաժին են տեղափոխվել Արմավիրի մարզի Ջրարբի եւ Ջանֆիդա գյուղերի բնակիչ 28-ամյա երկու տղամարդիկ։ Հետագա միջոցառումներով ստացվել են տվյալներ, որ նրանք գողության էին եկել պրոմակնիշի ավտոմեքենայով եւ ուսումնասիրել տարածքը։ Պարզվել է նաեւ, որ այս ընթացքում առանց համարանիշի BID մակնիշի մի մեքենա էլ Գայ գյուղից դիմել է փախուստի եւ ինքնավթարի ենթարկվել Էջմիածին Մարգարա ավտոճանապարհի Ակնաշեն գյուղի հատվածում։ Արմավիր գյուղի բնակիչ 36-ամյա վարորդը ձերբակալվել ու նույնպես տեղափոխվել է բաժին։ Վթարված մեքենայի սրահում ոստիկանները նկատել են դիմակ եւ օտաճնշիչ ատրճանակ։ Իրականացվել է դեպքի վայրի պահպանություն, իսկ Գայ գյուղի Իսահակյան փողոցում հայտնաբերվել են պտուտակահան, էլեկտրահղկիչ, երկաթյա լինք ձեռնոցներ, դիմակներ եւ օդաճնշիչ ատրճանակ։ Ձերբակալվածներն ընդունել են, որ փորձել են վճարային տերմինալից գողություն կատարել։ Դեպքի արդի Վաղաշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Երեքն էլ տեղափոխվել են ձերբակալվածների պահման վայր, իսկ մեքենաները պահպանվող հատուկ տարածք։ Հետագա միջոցառումներով իրավապահները պարզել են, որ սա այս խմբի միակ հանցարարքը չէ։ Թալինի ամենքային ոստիկանների հետ ձեռնարկած միջոցառումներով պարզվեց, որ դեկտեմբերի 28-ին գիշերվա ժամը 2:30-ի սահմաններում 36-ամյա տղամարդն ու Ջանֆիդա գյուղի 28-ամյա բնակիչը կոտրել են Երևան-Գյումրի ավտոճանապարհին գտնվող վճարային տերմինալի փականը եւ գողացել 496,000 դրամ։ Համայնքային ոստիկանության Բաղրամյանի բաժնի ծառայողների հետ ձեռնարկած միջոցառումներով էլ պարզվեց, որ այնուհետև դեկտեմբերի 30-ին գիշերվա ժամը 3-ի սահմաններում BID մակնիշի ավտոմեքենայով եկել էին Բաղրամյան համայնքի Քարակերտ գյուղ։ 36-ամյա վարորդը սպասել էր մեքենայում, իսկ 28-ամյա ուղևորը անկյունահղկիչով կտրել էր վճարային տերմինալի փականը եւ գողացել արկա գումարը։ Նույն խմբով գործել էին նաեւ հաջորդ օրերին դեկտեմբերի 31-ին գիշերվա ժամը 3:30-ի սահմաններում Լեռնագոգ գյուղում, իսկ հունվարի 2-ին գիշերվա ժամը 5-ի սահմաններում Ծիածան գյուղում վճարային տերմինալներից գողացել էին գումարը։ Նախաքննությունը շարունակվում է։
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։